23-րդ անգամ քաղաքամայր Երևանի զարկերակը կբաբախի ծիրանական կինոշնչով։ Հուլիսի 12-ին կմեկնարկի ամենամյա Ոսկե ծիրան կինոփառատոնը, որը կինոպրոդյուսերների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի վարկանիշով աշխարհում անցկացվող կինոփառատոների լավագույն 50-ի թվում է։ Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հպարտությամբ է նշում, որ տարիների ընթացքում Ոսկե ծիրանը փառատոն եւ իրադարձություն լինելուց զատ նաեւ ճանապարհ է սկսել հարթել երիտասարդների համար։ Փառատոնը վերջապես մենք ապացուցեցինք, որ շատ կարևոր է, թե չասում էին ում է պետք փառատոնը։ Փառատոնը այսօր աշխարհի լավագույն փառատոնների շարքն է մտել եւ աշխարհը շատ գեղեցիկ գնահատականներ է տալիս մեր փառատոններին եւ մեր ծրագրերին։ Ոսկե ծիրանի անցկացման համար Երևանի քաղաքապետարանը 130 միլիոն դրամ է նախատեսել։ Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծում է, այս տարվա ֆինանսավորումն աննախադեպ է, պայմանավորված փառատոնի միջազգային վարկանիշի բարձրացմամբ։ Մեզ համար մեծ պատիվ է իհարկե, որպես քաղաքապետարան, որպես քաղաք լինել լավագույն 50-ի մեջ եւ Երևանը ներկայացնել նաեւ կինոյի տեսանկյունից, կինոարտադրության տեսանկյունից եւ այստեղ նաեւ հյուրընկալել բազմաթիվ հյուրեր եւ հայտնի դերասաններ, ովքեր եւ մարդիկ, ովքեր պարզապես կապ ունեն կինոյի հետ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ փոխնախարար Տիգրան Բիրաբյանն էլ ընդգծեց, որ իր պաշտոնավարման առաջին մամուլի ասուլիսն է եւ այն երևանյան մեծ կինոտոնի մասին է։ Բիրաբյանը նախընտրեց իր տեսլականն ու պատկերացումները փառատոնի մասին ներկայացնել ոչ պաշտոնական տեսանկյունից։ Երկար տարիներ իմ բոլոր ընկերները, գործընկերները, Սփյուռքի մեր գործընկերները եւ ընկերները այլևս իրենց հունիս-հուլիս ամիսը պլանավորելուց պարտադիր ճշտում են, թե երբ է անցկացվելու Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը։ Սա գալիս է ընդգծելու, որ մարդիկ սկսել են իրենց կյանքը պլանավորել, իրենց հանգիստը պլանավորել եւ իրենց մնացյալ գործերը պլանավորել առաջնահերթություն տալով Ոսկե ծիրանի օրացույցային օրերին։ Երևանյան 23-րդ կինոտոնին 60 երկրից 900 հայտ է ստացվել, կցուցադրվի ավելի քան 4 տասնյակ ֆիլմ։ Չկա այդպիսի ամբիցիա եւ այդպես ինչ-որ ինքնախապեյություն, որ ամբողջ երկրագնդի կինոյի վրա պետք է Ոսկե ծիրանը ազդեցություն ունենա, բայց կար եւ շարունակում է լինել նշաձող դա ունենալ տարածաշրջանի վրա։ Այն տարածաշրջանի, որը այդպես կապող օղակ է հանդիսանում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Կարծում եմ բոլորը սպասում են Կանի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղին արժանացած Ֆյորդ ֆիլմին, որը մեծ ուրախությամբ կդիտենք Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում, ինչպես նաև Կանի կինոփառատոնից կունենանք մի շարք այլ ֆիլմեր, կարծում եմ պետք է առանձնացնել Դեգոլի մարտը ֆիլմը, որը մեծ պատիվ կունենանք դիտել ֆիլմի հեղինակի եւ մեր հայրենակից մեծ դերասան Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ։ Կինոպրեմիերաներ, վարպետության դասեր ու 2027 թվականի Կաննի կինոփառատոնի քննադատների շաբաթ ծրագրի Next Step Studio նախաձեռնության մասնակիցների ընտրություն։ Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոտոնի փակումը կլինի հուլիսի 19-ին։ Յուրա Վահանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։